եկել ենք խոնարհվենք մեր նահատակների առջև եւ սա միայն այս օրը չի, սա եւս մեկ օր է, որ առիթ է մենք գանք այստեղ եւ մեր պարտ կտանք մեր նահատակված տղաներին։ Պարոն Սարգսյան, օրերս Արցախից 10 քաղաքացի դիմեցին, որպեսզի տեղափոխվեն Հայաստան եւ նրանց տեղափոխումը ապահովվեց։ Ձեզ համար հասկանալի է, ինչու այսքան ժամանակից անց միանգամից 10 հայ արցախցի որոշեց տեղափոխվել Հայաստան եւ ըստ արցախցիների կողմից շրջանառվող տեղեկության այդ քաղաքացիներից որևէ մեկը չի դիմել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ կարող եք հայտնել այս արդյունքում։ Տեղեկություն ընդհանրապես չունեմ, քանի որ այստեղ չէի, նոր եմ եկել, հանրապետությունից դուրս էի։ Այս ընթացքում, որ եկել եք տեղյակ եք եղել նորությանը, հետաքրքրվել եք ինչու միանգամից այս տեղափոխման հարցը նրանց մոտ ծագեց։ Չեմ հասցրել ճիշտն ասած։ Ինչպես եք սա գնահատում համարում վերադարձը։ Նորմալ եմ գնահատում, որ բոլորը 23 թվականին որոշում են կայացնել տեղահանվեն, դուրս գան, բռնի տեղահանվեն եւ նորմալ եմ գնահատում, որ այդ 10 հոգին էլ եկել են Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն ենք։ Ինչքան էլ ձեզ համար տհա չնշվի, այնուամենայնիվ կա այն կարծիքը, որ դուք տեղյակ եք ինչպես գերեվարվեցի մեր Արցախի ռազմաքաղաքական իշխանությունը։ Ձեր վերջնական կարծիքը ո՞րն է։ Վերջին ժամանակ, վերջին անգամ երբ եք նրանց տեսել։ Ի վերջո այս մեղադրանքները փարատելու համար դուք ինչ ունեք ասելու, որ չեք ասում։ Ես միշտ ասել եմ եւ բազմիցս ասել եմ, անընդհատ այդ հարցը տալիս եք, ես պատասխանում եմ, նորից նույն հարցը տալիս եք։ Անընդհատ ձեր անունն է նշում դրա համար։ Բա ես խոսացել եմ, չի ասել եմ, չէ, դրա մասին խոսացել եմ, որ իրենց տեսել եմ վերջի օրը իմ դուրս գալու, ոչ բոլորին։ Տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, այնուհետև ես ճանապարհվեցի դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հետո իմացա, որ գերեվարվել են։ Այսքանը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, որ չի բացահայտում, չի խոսում դրա մասին, անընդհատ նույն հարցը տալիս եք, նույն պատասխանը տալիս եմ ձեզ։ Նաև Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի վեհաժողովի ժամանակ Ադրբեջանին կոչ արվեց, որպեսզի ազատ արձակեն բոլոր հայ գերիներին։ Դուք ինչքանով եք այն իրատեսական համարում, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարության պարագայում։ Ես գնահատական չեմ կարող տալ, բայց ես էլ կողմնակից եմ եւ ես էլ կոչ եմ անում համայն աշխարհին, որպեսզի մեր հայ գերիները օր առաջ գան իրենց տուն Հայաստանի Հանրապետություն։ Եվս մեկ հարց, քանի որ ձեր նախաձեռնությամբ Եղրաբլուրում կանգնեցվեց եւ պարոն Վանեցյանի օժանդակությամբ կանգնեցվեց Արցախի կոթողը, Արցախի կանչի կոթողը, այսօր Հայաստանի տարբեր գերատեսչություններից մարդիկ այցելեցին այստեղ, պաշտոնյաներ այցելեցին, բայց կարծես թե խուսափեցին այնտեղ ծաղիկներ խոնարհելու։ Ձեր գնահատականը խնդրեմ։ Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխան տալի, այս հուշակոթողը նույնպես մեր զոհվածների հիշատակի համար է կառուցվել, մեր սրբավայրերից է եւ այս տղաները, բոլոր նահատակված տղաները 90-ական թվականներից սկսած նահատակվել են, զոհվել են, իրենց կյանքն են տվել հանուն Արցախի Հանրապետության եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։